Տիկին Թանդիլյան այսօր բողոքի ակցիայով, հերթական բողոքի ակցիայով ներկայացաք, կխնդրեմ նախ ներկայացնեք ինչ նախաձեռնություններ առավել մանրամասը եւ ինչ ակնկալիքներ ունեք այս իշխանությունից։ Այս իշխանությունից ոչ մի ակնկալիք, սա զուտ որ մարդիկ իմանան, բայց նրանք պարտականություններ ունեն, նրանք դի լսեն, որ մենք բոլորս գիտենք իրենց պարտականությունների մասին։ Այն որ ոչինչ չեն անում, ես այստեղ երկրորդ կարծիք չունեմ, բայց մենք նաև մեր անելիքն է օրակարգում պահել այս հարցը։ Նրանք մեծ սիրով մոռացության են տալիս, նրանք մեծ սիրով ուզում են որևէ մեկը չհիշենք այնտեղ ինչ է կատարվում, շեղելով ձվածեղներով, հեծանիվներով, ինչով կարող են, բայց հայ մարդը, որ գտնվում է Բաքվում գերության մեջ, մեր բոլորիս արժանապատվությունն է, մեր բոլորիս անելիքը եւ հետեւաբար ժողովուրդը պիտի օրակարգում պահի այս իշխանությունների, որ քուն չունենան, իմանան իշխանություն են գործում։ Գիտեք, առանց իշխանության գործողությունների միջազգային հանրությունը, որը նաև իր տիրույթում է որոշակի անելիք, ասում է, որ ձեր իշխանությունների օրակարգում սա չկա, մենք կաջակցենք, բայց առաջնորդողը պիտի լինի ձեր կառավարությունը։ Մեր կառավարությունը այսօր անգամ խոսում են, թե արցախցիների հետ վերադարձնելու կողմ չենք մենք բանակցող, իսկ ով է բանակցող կողմը այդ հարցում։ Արցախցիները, հայերը տեր չունեն, այո դուք չկառավարություն, չիշխանություն եք, դրա համար դուք կողմել չեք, ձեզ ինչ ասում են անում եք, ուղղակի մեր ժողովուրդը պիտի անընդհատ այս թեման պահի օրակարգում, մեր ակնկալիքը դա։ Նաև նախ նշում էին, որ լռությամբ են օգնում մեր հայ գերիներին, հայ պատանդներին, այնուհետև նշեցին, որ գործողություններ անում են, բայց որևէ տեսանելի, շոշափելի արդյունքը մենք չենք տեսել եւ հատկապես տպավորությունը այնպիսին է, որ Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո նրանք հայտարարեցին, որ գործողությունները անում են, դուք ինչ կասեք։ Նրանք գործողություններ ոչ միայն չեն անում, այլև նրանց գործողությունները վնասում են Բաքվում պահվող հայ պատանդներին։ Իրենց հռետորաբանությունը, տեքստերը, վարքագիծը եւ կարծեք թե բան չի եղել երկրում, այդպիսի նաեւ կառավարում է սա։ Բան չի պատահել, այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն։ Ահա այսպիսի վարքագիծ ունեն։ Ավելորդ է ասել, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Ռուբեն Վարդանյանի վրա հատորներով գործ է բացվել, թե դեռ պիտի հարցնենք ով էր նրան ուղարկել։ Ավելորդ է ասել, որ իրենք այստեղ հայտարարում են, թե իբր Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելով նրանք այնտեղ դերազդեցության տակ են խոսում, այնտեղ վնասելուդան ստիպված են լինում հերքել։ Ամբողջ աշխարհը գիտի, որ գերության մեջ գտնվողի տված ցուցմունքը ուղղակի չի կարող լուրջ վերաընդունվել այն առումով լուրջ, որ պարզը որ դա ֆարս է եւ դու լրացուցիչ տեղեկություններ իբրև հրապարակես, իբրև ինչ ես անում, օգնում ես, խոչընդոտում ես, ինչ վարքագիծ ես սա։ Եվ այս առումով սա է իմ ասածը, որ չէ, մեր անելիքը ժողովրդի հետ աշխատանքը։ Խաղաղության պայմանագիրը ինչպես է անդրադառնալու այս խնդրի վրա։ Անգամ իրենք չգիտեն դա բանակցված փաստաթուղթ է վերջնական, ապա ինչու են նոր պահանջներ առաջ եկել։ Միգուցե բաներ են բանավոր պայմանավորել, որը չեն անում։ Ես կրկնում եմ, այդ խաղաղության փաստաթուղթը զուտ գործարք է իշխանությունների, Հայաստանի իշխանությունների եւ Բաքվի ռեժիմի միջև Հայաստանում իշխանությունը երկարացնելու համար։ Զուտ դրա համար, որ ցույց տա, որ տեսեք խաղաղության ինչ որ մի բան արեցի, բայց կրկնում եմ, բազմաթիվ խաղաղության փաստաթղթեր են չեղարկվել, երբ որ ժողովուրդների մեջ չկա համերաշխություն, իսկ դա չի կարող լինել, քանի դեռ այնտեղ կա մեկ հայ գերության մեջ։ Պայքարը շարունակվելու է տարբեր ձևաչափերով, ոչ միայն այս տեսակցույցերով, պիկետներով, այլ նաև քննարկումներով, հարցը ավելի լայն մարդկանց հասանելի դարձնելու միջոցով տարբեր միջոցների պիտի դիմենք, որովհետև այսպես շարունակվել չի կարող։